Մեծարգո փոխոսնակ, հարգելի Տիկին Մանասյան, սիրելի պատգամավորներ եւ մեզ հետևող սիրելի քաղաքացիներ, այսօր զեկույցն ենք քննարկում Մարդու իրավունքների պաշտպանի, բայց ընդդիմադիրների մի քանի ելույթ ինձ ստիպում են արձագանքել նախքան ձեր զեկույցին անդրադառնալը։ Տիկին Գալստյան, փառք Աստծո, որ մենք ձեր հետ որևէ քաղաքրթական ընդհանրություն չունենք, սա ասում եմ ամենայն լրջությամբ, որովհետև ոնց կարանք ես ու իմ գործընկերները ունենանք քաղաքակրթական ընդհանրություն մի թեմի հետ, որը դեմ չէ միութենական պետությանը, պատերազմ հրահրելու մեջ մեղադրում է Հայաստանի Հանրապետությանը կամ ապօրինի ծագում ունեցող գույքի շահառու եւ անցնող են։ Այո, Տիկին Գալստյան, ես համարում եմ, որ մեր քաղաքական թիմի մեծագույն հաջողությունը այն է, որ որևէ ընդհանրություն ձեզ հետ քաղաքրթական էնել չունենք։ Ինչ վերաբերում է պարոն Մինասյանի ելույթին, իհարկե պարոն Մինասյանը երևույթ է, ասում եմ, ես հպարտ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը հաղթանակած նախագահ է, դա պարբերաբար կրկնելու եմ, դա պատասխանում պարոն Կոնջորյանին, ու ասում եմ, ոնց ուրեմն Ադրբեջանի որևէ քաղաքական գործիչ ելույթ կունենար կամ կհամարձակվեր Հայաստանի կամ Արցախի վրա։ Հայարկե պարոն Մինասյանի չպիտի հարցակվեր, դուք բանակցություններով այնքան եք զիջել, եկել հասել եք մեղրի, ու չփորձվեք ասել, որ դա սուտ է, դա կեղծ տեղեկատվություն է, այնքան եք բանավիճել, որ պատերազմի ընդհանրապես իմաստը կորել էր, հենա բանակցություններով մեղրին տվել եք Ադրբեջանին, ու եթե ձեր թիմից ինչ որ մեկը երբևէ փորձի գալ եւ այս ամբիոն եւ մեզ ասի մենք ձեզ կարանք տանենք մեղրի, դուք մեզ չեք կարող տանել Լեռնային Ղարաբաղ, մի բանի շնորհիվ դուք մինչ օրս մեզ կարաք տանեք մեղրի, որովհետև այս դահլիճում գնդակահարվել են Վազգեն Սարգսյանը ու Կարեն Դեմիրճյանը։ Այդ դրա համար է, որ դուք մեզ կարող եք տանել մեղրի, որովհետև իրանք իրանց կյանքի գնով պահել են մեղրին։ Ի տարբերություն ձեզ, եւ դուք այնքան էիք ընկել ձեր ուրեմն դիվանագիտական մաստեր կլասի թակարդը, որ ստիպված ցեղասպանություն էիք մեջ գցում, բան էիք հորինել, այլ բանակցային ինչ որ տրուկեր էիք հորինել, որ ձեր իսկ թակարդից դուրս գայիք, որովհետև այո, գալիս մեզ օր ու գիշեր մեղադրում եք, որ Հայաստանը մաս-մաս տալիս ենք, մաս-մաս հանձնում եք, դուք մաս-մաս չէ, մի ամբողջ մեղրի, մի ամբողջ տարածաշրջան փաստարկված փաստաթղթերով հանձնել եք, պատրաստ էիք հանձնել Ադրբեջանին, ու չգաք ստեղ մեզ մեղրիով ուրեմն դասեր տակ։ Մեղրի կարակ տանեք, էլ եմ ասում, որովհետև այս դալիճում գնդակահարվել են ազգային հերոսներ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը։ Տիկին Մանասյան, ինչ վերաբերում է ձեր զեկույցին։ Շատ շնորհակալ եմ, բավականին համապարփակ զեկույց էր եւ այս զեկույցի հիմքում ես երբ որ դիտարկում ուսումնասիրում էի, այնտեղ կենտրոնում ինձ համար կինն էր։ Եվ մենք կանանց համար ստեղծում ենք իրապես միջավայր, որպեսզի իրենք զբաղվեն իրենց քաղաքական գործունեությամբ, տնտեսական գործունեությամբ, սոցիալական գործունեությամբ։ Բայց նաև մենք այդ նույն կնոջից ակնկալում ենք, որ Հայաստանի բնակչությունը դառնալու ինչ որ պահի 5 միլիոն։ Եվ դրա համար մենք չենք ապահովում բավարար ենթակառուցվածքներ։ Եվ դուք այս մասին խոսում եք։ Ասում եք նախադպրոցական ուսումնական հասանելիության խնդիրը 24 թվականին առկա է։ Միայն Երևանում, սիրելի քաղաքացիներ, 15000 մոտավորապես երեխա սպասում է իր հերթին։ Մնացած բնակավայրերում ունենք, խնդիր ունենք նաև, որ բնակավայրեր ու համայնքներ կան, որտեղ մանկապարտեզ չկա։ Եվ այստեղ ընդդիմությունը մեզ փորձում է երբեմն ասել, ուրեմն այս բանը բյուջեի կատարողականի ընթացքում ուր են ձեր 500 մանկապարտեզները։ Բայց եկեք մի հատ ակունքը մտնենք, ինչի է հարկավոր 30 տարի պետականություն ունենալուց հետո ունենալ խնդիր մանկապարտեզ կառուցելու։ Ասեմ ձեզ ինչի։ Որովհետև օրինակ օրեր առաջ Մարտունիում վերադարձվեց համայնքին մանկապարտեզ։ Դիլիջանում պարզվում է իրար մեջ, այս կողմը մեջ էր արել Դիլիջանի մանկապարտեզը, որ 86 միլիոն դրամ արժողություն ուներ։ Մենք խնդիր չէինք ունենա ենթակառուցվածքների, եթե չիմանայինք այս կողմում նստած մարդիկ ոնց են մեջ արել համայնքային տարածք մանկապարտեզները, նախակրթական հաստատություններ։ Եվ դուք էլ ձեր զեկույցում նշում եք, որ սուբվենցիոն ծրագրերով միայն 24 թվականին նախադպրոցական հաստատություններ վերանորոգվել են, վերակառուցվել են թվով 30-ին ու այդ գործընթացը շարունակվում է։ Այո, որպեսզի կինը կարողանա իրագործվել, իր քաղաքական, սոցիալական եւ տնտեսական իրավունքները իրացնել, հարկավոր է, որպեսզի մենք կնոջը կարողանանք բավարար ենթակառուցվածքներ տրամադրել եւ իմ ուշադրության կենտրոնում եղել եւ մնալու է հանրակրթությունը,
որովհետև ես համարում եմ, որ դա առհասարակ մեր կրթական համակարգի կարևորագույն մարմին է եւ առհասարակ երեխայի եւ պետության հետ շփումը հենց նախակրթական հաստատություններով է սկսում եւ որ երեխան իր պետության հետ սկսում է հարաբերվել հենց այս ինստիտուտի միջոցով։ Եվ ես ահազանգում եմ եւ բավականին անհանգստացած եմ համայնքային մանկապարտեզներում բռնության դեպքերով։ Ես գիտեմ, որ լուծումներ փնտրում ենք եւ ես էլ ձեզ համար այս ոլորտում գործընկեր ինձ կարող եք դիտարկել, որովհետեւ ինձ համար առանցքային է, որպիսի պետության հետ հարաբերվելիս երեխան բռնություն չտեսնի, որովհետև այս բռնությունն է, որ հետագայում իր մոտ ինստիտուցիոնալ հիշողություն է ձևավորում, որ պետություն, երեխա, մարդ, պետություն հարաբերությունները կառուցվում են բռնությամբ, սա իհարկե անթույլատրելի է։ Եվ որ խոսում եմ բռնությունից, Տիկին Մանասյան, երեք ուրեմն քննչական կոմիտեի նախագահին եմ այս հարցն ուղղել, նախորդ տարվանից մինչև օրս 2100 դեպք կա ընտանեկան կենցաղային բռնության եւ ձեր ուշադրություն եմ հրավիրում այս թվի վրա 783 դեպք կարճվել է, որոնցից 600-ի հիմքը ուրեմն ռեաբիլիտացնող հիմք է եղել, այսինքն արդարացնող։ Հիմա քննչական կոմիտեի նախագահան հիմնավորում է այսպես, որ այս կողքից դեպքեր են եղել, որ օրինակ դատախազությունն է ուղարկել գործը Եվ իհարկե կան այլ հիմքեր, որոնք գրավոր կներկայացնի, բայց այստեղ ես խնդիր եմ տեսնում, ես կարծում եմ, որ դեռևս գործ ունենք վախի մթնոլորտի հետ, որտեղ որոշ դեպքերում կանայք ստիպված հետ են վերցնում իրենց կամ ցուցմունքները կամ առհասարակ այս գործերը եւ ես կարծում եմ, որ պետության ուշադրության կենտրոնում պետք է հենց այս դեպքերը լինեն։ Ես ձեզ հետ համաձայն եմ հակախտրականության մասին օրենքի վերաբերյալ ձեր դիտարկումների շուրջ եւ ես իրապես կարծում եմ, որ օր առաջ մենք պետք է օրենսդրություն ունենանք, բայց մենք օրենսդրությունը պետք է ունենանք նաեւ իրավապահ համակարգին պատրաստելով, ինչպես կիրառել առհասարակ այս օրենքը, որովհետև Տիկին Թագուհի Ղազարյանը իր խոսքում ատելության խոսքի վերաբերյալ իր անհանգստությունը հայտնեց դատախազի հաղորդման ժամանակ։ Ես նույն մտավախությունն ունեմ։ Գիտեմ, որ նախարարությունը պատրաստում է ռազմավարություն, կխնդրեմ ձեզ էլ դիտարկել այս ռազմավարությունը եւ բոլոր հիմքերն ունենալու դեպքում օրենքի ներսում վստահ լինենք, որ դրա կիրառելիությունը պահպանվում է։ Ընտանեկան կենցաղային բռնության մասով պետք է ասեմ, որ կարծում եմ ինստիտուտը կա, գործում Մենք պետք է հանրային արշավներ անենք պաշտպանելու կանանց իրավունքները այս կոնտեքստում մարզերում հատկապես Եվ կրկին կարող եք ինձ դիտարկել որպես վստահելի գործընկեր, իսկ որպես ամփոփում իհարկե պարոն Գառնիկ Դանելյանը դուրս եկավ նիստերի դահլիճից, ասեմ նեղսերտած էր, որ ասել եք կամ այդ մասը բաց եմ թողել, տղամարդ ամեն դեպքում իր սերն եք վկայակոչել ելույթում, պարոն Դանելյանը վերջապես կհասկանա, թե ինչ էր զգում ուրեմն իշխող մեծամասնությունը եւ որ հատկապես առաջին գումարման ժամանակ մեր ցանկացած դիտարկում, մեր ցանկացած ելույթ թիրախավորվում էր այսպես երիտասարդ կին պատգամավորն ասել է, այո, անընդունել է, որպիսի սերը, տարիքը թիրախավորվի քաղաքական գործիչների պարագայում, ես կարծում առաջընթաց կա, այս առաջընթացի համար պատասխանատու ենք մենք, սա մեր ձեռքբերումն է, մեր բոլորի համալիր, որովհետև այս ամբիոնից երբևէ չենք խոսել խնդիրներից, խոսել այն դժվարություններից, որոնց միջով անցնում ենք, եւ ես կարծում եմ ընդհանուր առմամբ այս ոլորտում կա առաջընթաց, բայց ինչպես ժողովրդավարությունը, այնպես էլ այս առաջընթացը ամենօրյա խնամքի կարիք ունի, եւ ես վստահ եմ, որ իհարկե հույս չդնելով անդիմադիր պատգամավոր, կին պատգամավորների վրա, որտեղ առիթ չեն կորցնում թիրախավորելու կանանց, իրենց անձնական կյանքը, արտաքինը եւ այլն, ես կարծում եմ, որ մենք կարող ենք արձանագրել հաջողություններ, հատկապես ուզում եմ հիշեցնել մեր քաղաքացիներին, որ ներկայումս կին պատգամավորները խորհրդարանում սահմանված քվոտայից ավելին են։ Այսինքն 30% սահմանված քվոտայի պարագայում 36% ենք, ինչը խոսում է, որ միջավայրն առնվազն ապահովված է, որտեղ կին քաղաքական գործիչները ազատ են խոսել, ելույթներ ունենալ, գործել, նախագծերով հանդես գալ։ Շնորհակալ եմ Տիկին Մանասյան, վստահ եմ, որ մնացած բացթողումները միասին կհաղթահարենք։ Իդեպ Տիկին Ղազարյան, քանի որ խոսում եք խտրականության մասին կանանց հանդեպ, ես մի ուրիշ երևույթի մասին էլ խոսեմ, այն խայտառակությունը, երբ մեր որոշ լրագրողներ մոտենում են կին պաշտոնյաներին, ասում են, ինչ կարծիք եք, որ դուք կին եք, կարող եք այս պաշտոնը զբաղեցնել, ու դա ասում են լրագրողներ։ Սա խայտառակության եւ ամակարդակության գագաթնակետն է, ու սա շատ խոսուն է մեր ազատ, բայց ցավոք անորակ մամուլի մասին։ Իսկ այսքանով ավարտենք այսօրվա նիստը։